Վերջին 2 տարում Գերմանիան լքել է մոտ 2,5 միլիոն մարդ։ Գերմանիայի դաշնային վիճակագրական ծառայության տվյալներով 2023 թվականին երկիրը լքել է 1,26 միլիոն, իսկ 2024 թվականին 1,27 միլիոն մարդ։ Այսօր ես ձեզ կպատմեմ, թե որոնք են պատճառները, որ երկրներն են նախընտրում գերմանացիները եւ ինչու, եւ ձեզ հետ ձեր շատ սիրելի Ֆրաու Լալայանն է, ով այս դանդաղ արտասահմանյան տեսարանի ներքո ասում է բարի գալուս արտագաղթող Գերմանիան, ցույց կտամ նաև, թե որտեղ եմ այսօր ես գտնվում եւ այսպես գնացինք։ Իդեպ մի քանի տարի առաջ ես տեսանյութ էի հրապարակել, որտեղ խոսում էի, թե ինչ բաներն են ինձ Գերմանիայում բարկացնում։ Այդ վիդեոյի լինքը իդեպ կարող եք գտնել վիդեո նկարագրության մեջ։ Այդ տեսանյութն ավելի շատ միգրանտի տեսանկյունից էր, այսինքն ես խոսում էի բաների մասին, որին սովոր չէի, իսկ տարիներ անց հասկացա, որ կան բաներ, որոնցից զզված են նաև տեղացիները, եւ այսօր ես կխոսեմ հենց այդ բաների մասին։ Սկզբում նշեցի 2,5 միլիոն արտագաղթածների մասին, սակայն այստեղ կարևոր է հասկանալ, այդ թվերի մեջ մտնում են բոլորը՝ գերմանացիները, օտարերկրացիները, ուսանողները, աշխատանքային միգրանտները։ Այս դեպքում կարող ենք ասել, որ 2024 թվականին միայն գերմանական քաղաքացիություն ունեցող մարդկանցից արտագաղթել է մոտ 270,000 մարդ։ Սա համարվում է վերջին տարիների բավականին բարձր ցուցանիշ։ Իսկ ինչ պատճառներով են մարդիկ արտագաղթում։ Ամենատարածված պատճառներն են բարձր հարկերը, կախված հարկային դասից, մոտավորապես աշխատավարձի 30-ից 35%-ը գանձվում է հարկերի ու սոցիալական վճարների անվան տակ։ Եթե աշխատավարձը բարձրանում է, տոկոսն էլ բարձրանում է իր հերթին։ Օրինակ 5,000 եվրո բրուտոյի դեպքում մարդը կարող է կորցնել արդեն մոտ 40% աշխատավարձ եւ ստանալ մոտավորապես 3,130 եվրո եւ այդպես շարունակ։ Ստացվում է, որ ճիշտ է պետությունը քո մասին հոգ է տանում, եթե դու գործազուրկ ես, օրինակ դեկրետի մեջ ես, հիվանդ ես, բայց գոյություն ունի եկամտի մի պատ, որը կոտրելը պարզապես անհնար է։ Իդեպ մանր եւ միջին բիզնեսն էլ նույնպես ճռռում է իր հերթին մեծ հարկերի տակ եւ վերջին տարիներին շատ բիզնեսներ փակվում են անշահավետ լինելու պատճառով, ել չհաշված, որ բյուրոկրատական ձևականությունների պատճառով Գերմանիան անշահավետ է բիզնեսի տեսանկյունից, ամեն ինչ շատ երկար է տևում եւ անիմաստ ձգձգվում։ Արտագաղթելու կարևորագույն պատճառներից է նաեւ ֆինանսական անկայունությունը, բնակարանների թանկացումը, սարսափելի գնաճը եւ դրան անհամահավասար աշխատավարձի բարձրացումը։ Հետաքրքիր պատճառներից է նաեւ աշխատանքի եւ անձնական կյանքի ավելի ոչ շահավետ բալանսը, սոցիալական մեկուսացումը, կյանքի ոչ լիաթոք վայելու զգացողությունը։ Բացի այդ, երկրում կա նաեւ քաղաքական դժգոհություն։ Ներկայիս կանցլերը ունի պատմության մեջ ամենացածր վարկանիշը, դարձել է մեմերի եւ տարբեր անեկդոտների հերոս, բացի այդ թափ են առնում նաեւ աջական պոպուլիստական ուժերը։ Այս ամենը անհանգստություն է առաջացնում ապագայի վերաբերյալ, բացի այդ կա մեծ քննադատություն թոշակային համակարգի նկատմամբ, որը որոշ կանխատեսումներով կարող է որպես փուչիկ պայթել ապագայում։ Իդեպ եկող շաբաթ հրապարակելու եմ տեսանյութ, որտեղ կպատմեմ թոշակների մասին։ Հետևեք։ Իսկ ուր են մարդիկ արտագաղթում։ Ուղղություն առաջին՝ Շվեյցարիա։ Ամենահայտնի ուղղությունն է, պատճառներն են ավելի բարձր աշխատավարձեր, որոշ ոլորտներում ավելի ցածր հարկեր, կյանքի բարձր որակ, Գերմանիային մոտ լինելը, մեծ պահանջարկ մասնագետների նկատմամբ։ Հատկապես գնում են բժիշկներ, IT մասնագետներ, ինժեներներ, ֆինանսական ոլորտի աշխատողներ։ Երկրորդ ուղղությունը Ավստրիա։ Մարդիկ ընտրում են Ավստրիան, որովհետև լեզուն նույն է, մշակույթը մոտ է, կյանքը ավելի հանգիստ է, բնությունն ու ընտանեկան միջավայրը շատերին դուր է գալիս։ Հաջորդ սիրելի ուղղությունը բնականաբար Իսպանիա, հատկապես հայտնի է թոշակառուների եւ օնլայն աշխատողների շրջանում, շատ մարդիկ Իսպանիա են տեղափոխվում, որովհետև այդտեղ կյանքը կարող ես իսկապես վայելել։ Այո, ես կարող եմ դա հավաստիացնել եւ ես շատ եմ սիրում Իսպանիան։ Իսկ Գերմանիայում շատերը հոգնում են մշտական աշխատանքային ճնշումից, արագ տեմպից, երկար մութ ձմեռներից եւ բարձր ծախսերից, իսկ Իսպանիայում մարդկանց գրավում են արևոտ եղանակը, ծովը, բացօթյա կյանքը եւ ավելի սոցիալական միջավայրը։ Շատերը ասում են, որ այդտեղ մարդիկ ավելի
ջերմ են, փողոցները ավելի կենդանի են եւ կյանքը միայն աշխատանքի շուրջ չի պտտվում։ Իսպանիան գայթակղիչ է այդ մարդկանց համար, ովքեր կարողանում են ստանալ գերմանական կամ եվրոպական աշխատավարձ, ապրել ավելի հաճելի կլիմայական պայմաններում։ Իդեպ գերմանացիները սովորություն ունեն բնականներ գնել իսպանական քաղաքներում եւ տուրիստական վայրերում, ստեղծելով հաստատուն կապիտալ եւ վստահելի ներդրում ապագայում։ Չորրորդ հետաքրքիր եւ սիրելի ուղղությունն է ԱՄՆ-ն, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հիմնականում գնում են գիտնականներ, ստարտափ հիմնադիրներ, տեխնոլոգիական ոլորտի մարդիկ կամ բարձրագույն կրթություն ունեցող բարձրակարգ մասնագետներ։ Պատճառներն են կարիերայի մեծ հնարավորությունները, բարձր եկամուտները, համեմատաբար քիչ հարկերը եւ ուժեղ բիզնեսն ու ստարտափ միջավայրը։ Եվ հասանք 5-րդ շատ սիրված ուղղությանը՝ Թուրքիա։ Մարդիկ Թուրքիա են տեղափոխվում տարբեր պատճառներով եւ այստեղ երկու շատ տարբեր խմբեր կան։ Առաջին խումբը թուրքական ծագում ունեցող մարդիկ են, որոնք տարիներ շարունակ ապրել են Գերմանիայում եւ հիմա պարզապես վերադառնում են իրենց պատմական հայրենիք։ Քիչ են նաեւ Թուրքիա արտագաղթող գերմանացիները, որոնք ընտրում են Թուրքիան որպես ավելի էժան եւ տաք երկիր, որտեղ կարելի է նույն գումարով ավելի բարձր կյանքի որակ ունենալ։ Այս դեպքում հիմնական արտագաղթողները թոշակառուներն են եւ գերմանական օնլայն աշխատավարձով ապրողները։ Իդեպ, եթե ձեզ հետաքրքիր է, ապա կարող եք վիդեոնկարագրության մեջ գտնել մի լինք Գերմանիայում ապրող թուրքերի մասին։ Այն շատ ակտուալ է։ Իսկ ովքեր ամենաշատը հեռանում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հիմնականում արտագաղթում են 23-ից 35 տարեկան մարդիկ, լավ կրթություն ունեցող մասնագետները, ակադեմիական եւ տեխնոլոգիական ոլորտի աշխատողները եւ պարզապես անհատ ձեռներեցները։ Շատ փորձագետներ արդեն խոսում են այսպես կոչված brain drain-ի մասին, այսինքն եւ երկիրը կորցնում է իր կրթված եւ ուժեղ մասնագետների։ Եվս մեկ հետաքրքիր փաստ, որ չնայած արտագաղթին, Գերմանիան դեռևս ավելի շատ մարդ է գալիս, քան հեռանում։ 2024 թվականին ընդհանուր ներգաղթը դեռևս դրական է մոտ 430,000 մարդ, այսինքն ընդհանուր հաշվով Գերմանիայի բնակչությունը դեռ աճում է ներգաղթի շնորհիվ։ Սիրելիներ, իսկ դուք մեր բնաբանությունների մեջ գրեք, թե որ երկրից եք եւ ինչ վիճակ է ձեզ մոտ արտագաղթի տեսանկյունից։ Տեսություն։